Ամեն խումբ ինչ-որ նախագիծ պիտի մտածի։ Կապ չունի կրթական բիզնես թե ժամանցային, բայց պարտադիր է, որ բարի նպատակ ունենա։ Ինչների սա պետք է սա ամեն ինչը։ Բայց ինչի համար ես տենց ասում, շատ լավ բան են մտածել։ Հա ձեզ թվում է ինչ-որ մեկին պետք է մեր կազմած նախագիծը։ Դիմացը քնությունները, ձեզ ինչ կա, դուք ազատ ժամանակ ունենք, մենք ենք ավարտում։ Նենց եք ոգևորվել, ոնց որ հաղթողին 1 միլիոն պարգևավճար են տալու։ Ինչի դու ինչ լավ բան անում ես, պարտադիր շահի ես սպասում։ Իհարկե բա, ժամանակ ենք ծախսում, մեջ մի բան չլինի։ Ինչ ահավոր է ձեր մտածելակերպը։ Ձեզից փոքրեր կան ստեղ։ Ինչ պիտի սովորեն։ Պիտի սովորեն իրականության աչքերի մեջ նայել։ Էս ռեալ կյանք է, որտեղ բարությունը հիմարություն է։ Այսինքն բոլոր բարի մարդիկ հիմարներ են։ Չէ, Միլանա, չար մարդիկ են վատը։ Ու ինչքան հնարավոր է պիտի հեռու մնաս իրանցից ու իրանց էժանագին խորհուրդներից։ Ձեզ էր վերաբերվում։ Ինչ եք ուզում մեզ կոտրեք, որ մենք էլ ձեր նման դառնանք։ Մեր միակ նպատակը շահ հետապնդելը լինի։ Չէ, իրենք մտածում են, որ մի քանի տարի մեծ են մեզնից, ուրեմն ամեն ինչ կարան։ Բայց իրականում վախենում են մեր հետ մրցելուց։ Հեսա կմեռնեմ։ Նայեք, ուրեմն սենց, եթե մենք մասնակցում ենք, դուք անիմաստ կարաք գլուխ չջարդեք։ Մեկա վերջում մենք ենք հաղթելու։ Գիտեք ձեր տեսակի մարդկանց մոտ ինչն է լավ ստացվում, այս սենց ուղակի մեծ խոսալը։ Այս մանկապատանեկան համույթը ոնց հազդում ներվերից։ Երեխային է բան չեմ ասում, առիթավորվում են ոնց որ։ Էս ի ջաղմուկ է, էսպես բուրն եք պատրաստում ձեր նախագծերին։ Շատ եկեր Զաքարյան, այնքան լավ, որ մեծերը վախենում են մեզ հետ մրցել։ Անգամ փոքրերն են հասկանում։ Էդպես է։ Լավ էլ ընկեր Զաքարյան, դուք էլ հավատացիք։ Ուղղակի մեղքներս են գալիս։ Չկոտրվեն էլ երեխեքը։ Ինչի պիտի կոտրվեն։ Ինչի եք կարծում, որ դուք ավելի առավել եք, քան իրենք։ Այստեղ բոլորը պոտենցիալ ունեն հաղթելու, որովհետև այս մրցույթում տարիքը ընդհանրապես դեր չի խաղում։ Գիտեք ինչն է այստեղ ամենակարևորը։ Ամենակարևորը այդ մեր սրտի եղածն է։ Ու ինչքան չարարարքներով սևացնենք սիրտը, այդքան հաղթելու հավանականությունը կնվազի, չէ՞։ Այո, եւ կյանքի բոլոր պարագաներում այդպես է։ Ուզում եմ իմանալ արդեն բաժանվել եք խմբերի։ Հա, բաժանվել ենք համարը։ Մենակ իրանք քննարկմանը չմիացան, իրանք էլ երևի իրար հետ խումբ կկազմեն։ Լավ, արդեն կարող եք գնալ։ Կսպասեմ վաղը ձեր գաղափարներին, որ միասին քննարկենք, լավ։ Դավիթ, դուք մնացեք։ Երեխաները ձեզնից նեղված են, այդպես չի կարելի։ Դուք իրենց համար պիտի ավակ ընկեր ըննեք, ոչ թե հակառակը, եւ պետք եղած ժամանակ պաշտպանեք։ Լավ էլի ընկեր Զաքարյան, ինձ այդպես մի նայեք, բոլորս կտանեն ծով ծարավ հետ կբերեն։ Մանանա, դու լսեցիր, ես նոր ինչ էի ասում։ Ազատ եք։ Մի բան ճշտեցիք։ Սաղ արդեն մտածել են ինչ պիտի անեն։ Ու մեկը մյուսից լավ բան է մտածել։ Մենք էս տենստա ժամանակ ենք սպանում։ Տեսակ, որ փոքրերը մեզնից լավ են իրենց գործն անում։ Երեխեք, այդքան բան առաջարկեցի։ Դժվար է մեկն ընտրել։ Շատ անկապ բաներ են, մանանա։ Դրանցով մենք հաստատ ոչ մի բան չենք կարող անենք։ Բայց կարանք օրինակ խելացի գտնվենք ու փչացնենք մյուսներին։ Մտածում ես իրանցը տապալվի, մերն էլ ինչ լինի, ամենալավը կլինի։ Արա դե կես խոսքից հասկանում ես ինձ էլի։ Ես համաձայն չեմ, ժողովուրդ։ Զաքարյանը, որ իմացավ, ամոթից գետինն ենք մտնելու։ Մանանա, չի իմանա։ Եթե իհարկե մեզանից մեկը չորոշի բերանվածություն անել։ Ես ինչ եք անհանգիստ։ Ինչ-որ բան մտածել եք արդեն։ Հա, ոչ չենք մտածել։ Ամեն ինչ արդեն կա, բայց ձեզ էլ չենք ասելու։ Թող անակնկալ մնա։ Լավ, ամեն դեպքում եթե որևիցե բանի կարիք ունենաք, ասեք ես ձեզ օգնեմ, լավ։ Միանգամից գլխի անկնելու։ Գիտի, որ լարված ենք մյուսների հանդեպ։ Այ հենց դրա համար մեր առաջին քայլերը կլինեն ձևական լավ վերաբերմունքը երեխեքի հանդեպ, որ ոչ իրանք հասկանան,
Ոչ էլ Զաքարյանը։ Ռիսկային է, բայց ուրիշ տարբերակ չունենք։ Ամեն լարժի իրանց գլխի մի բան խաղալ։ Ավարտելուց հետո գոնե բան կունենանք հիշելու։ Ամեն մեկս մի խումբ կմտնենք, մեզ սրբի տեղ կդնենք, դուրս կգանք։ Երեխեք, ինձ թվում է Անահիտի ասածը ամենալավ տարբերակն է։ Բոլորս էլ կարող ենք ինչ-որ ձեռագործ բան պատրաստել։ Մեր խոսքում էլ կասենք, որ վաճառքից ստացված հասույթը բարեգործական է միայն։ Ես էլ եմ համաձայն այդ մտքի հետ։ Ով ինչ կարողանում է կպատրաստի։ Երեխեք ջան, արդեն ինչ-որ բան մտածել եք։ Հա, մտահղացումը կա, մնաց սկսենք։ Եթե դեմ չեք ձեր խմբին Նարեն ու Միլանան էլ միանան, վստահ եմ ձեզ շատ կօգնեն։ Լավ էլի ընկեր Զաքարյան, անիմաստ խանգարելու են մեզ, համեր մեր նախագիծը բարդ է, իրանք գլուխ չեն հանի։ Հա էլի, թող ուրիշ խումբ գնան։ Մյուս խմբի Աշխենի քույրն է Նարեն, թող իրանց խումբ գնան։ Ես չեմ հասկանում ձեզ։ Այդ երբվանից ձեզ մոտ սկսվեց ուրիշներին թերագնահատելու բնավորությունը։ Երբեմն ձեզ այս փոքրայի կարող են այնպիսի քայլեր անել, որ նույնիսկ ձեր մտքով չի կարող անցնել։ Լավ, ոչինչ ընկեր Զաքարյան, մենք երկուսով մի բան կմտածենք։ Ես չեմ կասկածում, որ դուք հրաշալի նախագիծ կներկայացնեք։ Ինձ պարզապես մնացածի քայլերն են անհանգստացնում։ Երբեք ձեզ բոլորից վերև մի դասեք։ Եկեք երեխեք գնացինք, դուք բոլորից առանձին կաշխատեք։ Մի րոպե, ընկեր Զաքարյան, թող միանան մեզ։ Մենք հաստատ իրանց համար մի բան կգտնենք։ Ուզում եք մնալ։ Հա, շատ։ Ինչի եք եկել, չլինի ուզում եք իմանաք ինչ գաղափարներ ունենք։ Չէ, երեխեք, ինչի եք միանգամից տենց վատ վերաբերվում։ Ուղղակի մտածեցինք կարողա ձեզ օգնելու բան լինի։ Երեք մեզ վատ պահեցինք, գոնե տենց հաշտվենք։ Մեզ ձեզնից ոչ մի բան պետք չի, դուք ձեր գործերով զբաղվեք։ Ճիշտ է ասում, սկզբի համար դուք ձեզ օգնեք։ Չէ, երեխեք, սենց չեղավ։ Ինչքան էլ նեղվածություն լինի, եթե դիմացինը հասկանում է իր սխալը, պետք է հնարավորություն տանք, որ ուղղվի։ Դե մենք գնանք, բայց իմացեք, եթե օգնելու բան լինի ձեզ, հանգիստ կարող եք դիմել։ Տեսնում եք, արդեն ամեն ինչ ավելի լավ է ընթանում։ Էս ինչ մեղու էր կծել։ Չգիտեմ, բայց այսօր ամեն ինչ շատ խառն է։ Իբր դու ինչի ասացիր, որ փոքրերը մեզ միանան։ Հա էլի, ոնց որ հատուկ գործերս բարդացնենք։ Իսկ ձեզ ինչի է թվում, որ մենք ոչ մի բան չեն կարող անել։ Ես էլ Միլանան էլ շատ աշխատասեր ենք, ու ձեզ հաստատ չենք հիասթափեցնի, բայց եթե չեք ուզում, մենք ուղղակի չենք մասնակցի։ Ընկեր Զաքարյանն էլ ոչ մի բան չենք ասի, որ ձեր վրա չջղայնանա։ Երեխեք, ամոթ է։ Չեք հասկանում, որ բոլորս անդադար իրար ենք նեղացնում։ Հենա, սեթրակենքել էին փոշմանել իրենց արածից։ Ու երբ իրանք իրանց տենց վատ էին պահում բոլորի հանդեպ, մեղադրում էինք, բայց նույնը հիմա մենք ենք անում։ Եթե միտեղ չկա համերաշխություն, ուրեմն այդտեղ թիմ չկա։ Եկեք մոռանանք այս ամեն ինչը ու անցնենք մեր գործին։ Թե չէ անիմաստ լեզվակրիվ է դառնում արդեն։ Ինչ լավ ա եկանք այստեղ։ Տեսեք միտքը ոնց միանգամից առաջացավ։ Բայց իսկականից ինչքան ավես կլիներ, չէ, որ մենք էլ կարողանայինք տես ռեստորան բացենք, որտեղ ծերերն ու անթևանները կկարողանային անվճար սնվել։ Լավ վերջ երեխեք, էլ բան չխոսակ։ Հեսա գալու է, էլ մի վատ բան ասի գնա։ Երեխեք, գործերը ոնց են։ Ի դժբախտություն ձեզ շատ լավ։ Հա, փաստորեն երեկոյից հետո դեռ նեղացած եք։ Կներեք լավ, մի քիչ տաքացել էինք, անկապ բաներ խոսացինք։ Հեսա ավարտելու են գնանք, ու նեղացած չեք մնալու։ Ալեքս, կարող է ջերմություն ունես։ Ուրախ եմ, որ ձեր մոտ ամեն ինչ լավ է։ Տենց է շարունակեք։ Վստահ եմ, որ ամենալավը ձերն է լինելու։ Աննորմալ է, այստեղ են չեմ հասկանում։ Ինձ թվում է իրանցից ոչ մեկը նորմալ չի։ Հավաքածու են լրիվ իրանց խմբով։
Բայց դες սիրում եմ, որ մարդիկ ընդունում են իրենց սխալը։ Ուղղակի իրանք հաստատ այդ տեսակ մարկանցից չեն։ Հա լավ, մենք հիմա իրանց քննարկելուց ավելի կարևոր գործեր ունենք։ Մարդը հիմա փոշմանել է, ամեն ինչը լի օգուտ մեզ էր։ Անտուն կենթայիների համար կացարան բացելու նախագիծը իդեալական միտք էր։ Պաստառները տարել եք, չէ՞ լսարա։ Հա, ամեն ինչ տեղը տեղին արել ենք, մնում է լավ ներկայացնենք։ Տեն ասեն մեծ փիլիսոփաների գործերը ոնց են։ Ձայները դուրս չի գալիս։ Երևի տարապում են։ Իրենց փայլուն ուղեղների վիճակի չեն նման բարձր արժեքների մասին խորհել։ Էնա, ոնց որ գալիս է, են էլ տոպրակներով, աչքի շատ թերագնահատեցինք։ Երեխեք, ձեզ ուտելու բան եմ բերել, որ ավելի լավ աշխատեք։ Մեջը թույն է։ Լավ էլի, այդ կարծիքն ունեք մեր մասին։ Չէ, ավելի վատ։ Ես էլ կարծում եմ գոնե քաղցրավենիքով կարող եմ ձեր սիրտը շահել։ Հա դե էլի շահի համար եք անում էլի։ Դուք չէիք ասում բարությունը լավ բան է։ Հիմա մեր բարությունը չի գործում։ Մենք հասկացել ենք մեր սխալը։ Ուզում ենք ուղենք։ Վերցրեք։ Չէ, բայց ոնց որ այդքան էլ վատը չեք։ Ինչ շուտ եք մոռանում ամեն ինչ։ Նենց երկու քաղցրով սաղից սիրտը տեն շահեց, հա։ Չենք մոռանում, բայց ու ամբողջ կյանք իրարից նեղացած չենք մնալու։ Մենք ձեզ փոխվելու շանս տալիս ենք, երեխեք։ Ուղղակի այս ամեն ինչը պիտի օրվա մեջ մի 2 անգամ կազմակերպեք, տենց մի 3 անգամի չափով էլ ներողություն խնդրեք։ Նույն տեղը 10 անգամ նայեցի, փոքր բան չէր, որ չտեսնեինք։ Հա բայց որտեղ է։ Երեք դրեցինք դարակը դուրս եկանք, որ այսօր գանք սարքենք։ Հիմա ո՞նց է անհետացել։ Պարզ չի։ Ինչ որ մեկը հաստատ վերցրել է։ Ո՞վ։ Ախր ոչ մեկ տեղյակ չէր։ Կամ էլ տեղյակ էին։ Դու ես չեք ռոջդ ասել նարե։ Կամ էլ ինչ եմ հեռու գնում, դու դիտմամբ եկար մեր խումբ, որ ամեն ինչ փչացնես։ Ազնիվ խոսք ես քույրիկից ոչ մի բան չեմ ասել։ Ինքինչ չել հարցրել։ Ես չգիտեմ որտեղ են այդ բարագաները։ Ուրիշ մեկը չէր կարա վերցներ։ Դու մեզ ճիշտը ասա, մենք քեզ ոչ մի բան չենք ասի։ Չեք հասկանում, որ ինքը ոչ մի բանի հետ կապ չունի։ Դուք իրավունք չունեք առանց իմանալու մեղ քուրիշի վրա բարթել։ Շատ խորամանկ է, ոնց բոլորիս հիմարեցրիք։ Տենց հա չէ, ուժեղի մոտ միջներ թույլն է մեղավոր։ Ու դուք ուրիշներին դասեր եք տալի, որ չար մարդիկ վատն են։ Իսկ հիմա դուք եք հենց այդ չար մարդիկ։ Նարե, ինչ է եղել։ Ինչ ես լացում։ Մեր դերակից ձեռագործ աշխատանքներ պատրաստելու պարագաներն են կորել։ Իրանք մտածում են, որ ես եմ արել, բայց ես չգիտեմ որտեղ են։ Ընկեր Զաքարյան, մենք ձեր ասածով արեցինք ու թողեցինք, որ մեր խումբ կան։ Իսկ հիմա տեսնում եք ոնց են մեզ պատասխանում։ Իսկ դուք ապացույցներ ունեք։ Չունենք, բայց ուրիշ տարբերակ չկա։ Մեզից ոչ մեկը տենց բան չեր անի։ Իսկ չեք մտածում, որ այդ ամեն ինչը հատուկ է արվել, որ ձեր մեջ վեճ լինի։ Որովհետև այն թիմը, որը որ ունի վեճեր, երբեք չի արժանանա հաղթանակի։ Իսկ դուք առանց ինչ-որ բան պարզելու իրար եք մեղադրում։ Ես դեռ ամեն ինչ կպարզեմ։ Իսկ դուք մի քիչ ավելի հեռատես եղեք։ Երեխեքը Գեր Զաքարյանը շատ ճիշտ բան ասեց։ Մեզ ուղղակի փորձում են ներսից քանդեն։ Ու անողն էլ խելացի է։ Հասկացել է, որ միանգամից Նարեին ենք մեղադրելու։ Նար կներես, հա։ Դուք չպիտի գնաք, որովհետև եթե գնաք, կնշանակի մեզ կարողացել են հաղթել։ Իսկ մենք հակառակը։ Ընդհանրապես պիտի ցույց տանք, որ մեր մեջ խնդիր է եղել։ Կլինի։ Ամեն ինչ նորից կսկսենք, ավելի լավ ու ավելի իդեալական։ Հետո կպարզենք, որ խումբն է փորձում մեզ խանգարի։ Երեխեք, մի բան հիշեցի, բայց երեք որ ես տետրս մոռացել էի ու եկա վերցրի։ Մեծեից Ալեքսը մեր լսարանից էր դուրս գալիս։ Շատ խառնվեց, որ ինձ տեսավ։ Չհարցրիր ինչ գործ ուներ։ Հարցրի։ Ասեց, որ Զաքարյանին էր ման գալիս, այն էլ էստեղ չէր։ Ուրեմն հաստատ իրանց ձեռքի գործն է։ Ձեր համար տարօրինակ չէր, որ միանգամից փոխվեց իրանց վերաբերմունքը մեր հանդեպ։ Չէի պատկերացնում, որ այսքան կցածրանան։
Ուրեմն իրանց արածին կպատասխանենք իրանց նման։ Կտրուկ քայլերի գնալը կարող է մեծ սխալների բերի։ Ավելի հեռուն է պետք նայել երեխեք։ Ով են իրանք ընդհանրապես, որտես բան անեն մեր հանդեպ ու անպատիժ մնան։ Նոր ես չեմ ասում, ոչինչ չանենք, սուս մնանք։ Ես ընդամենը ասում եմ, որ անելուց առաջ ավելի լավ մտածենք։ Հայարփին ճիշտ է ասում։ Հիմա բոլորս տակացած ենք։ Եկեք քննարկենք, հասկանանք մեր հետագա անելիքները։ Սենց ենք պահել մեզ ամեն անգամ, որ նստել են գլխներիս ու ապուշի տեղ են դրել մեզ։ Ձեր կարծիքով այդքան հիմար էինք, որ ձեր պաստառները պատռեինք, կտորներն էլ գցեինք մեր լսարանի աղբարկում։ Եթե տենց վատարարքի պատրաստ լինեինք, հավատացեք, որ ամեն ինչ իդեալական կանեինք, ու դուք ոչ մի բան էլ չէիք հասկանա, ոչ թե հետքեր կթողեինք։ Չէ, դուք ուղղակի չեք մտածել, որ մենք կգանք ու կստուգենք։ Լավ լուրջ։ Մենք էլ գիտենք նորմալ մարդկանց հետ գործ ունեինք։ Ամեն ինչի պատրաստ եք, որ դիմացին մի մեծ վնաս տաք։ Մենք ոչ մի կապ չունենք ձեր պաստառների հետ։ Չեք հասկանում, որ սարքում են գլխներիս։ Մենք էլ հավաքվել էստեղ անիմաստ իրար վրա ենք մունատ գալիս։ Այս կազմակերպողը հատուկ անեց արել, որ դուք գաք ու տեսնեք։ Ովքեր ու ինչի համար։ Ում էր բացի ձեզնից պետք։ Այս սրա համար, որ իրար միս ուտենք ու աշխատանքները կիսատ թողնենք։ Անխելքություն եք անում։ Ու երբ որ պարզվի ամեն ինչ դուք եք ձեզված զգալու մեզ անտեղի վիրավորելու համար։ Մեր գաղափարը այնքան լավն է, որ կարիք չունենք ուրիշինը փչացնելու հաշվին հաղթենք։ Այդ գնով ձեռք բերված հաղթանակ ուղղակի անիմաստ կդառնար։ Մեզ այսքան վաղ ճանաչում եք երեխեք։ Փաստորեն ընդհանրապես չենք ճանաչում։ Մի հատ սենց դեպք պիտի լիներ, որ մի հատ էլ ճանաչեինք։ Փաստորեն էստեղ էլ է, հա, նույն իրավիճակը։ Այսինքն էստեղ էլ։ Բոլորիդ մոտ դեռ չսկսած անհաշտություններ են։ Այս մրցույթը նրա համար չի, որ դեռ չսկսած սկսեք այս կերպ իրար դեմ պայքարել։ Փոքրերի մոտ էլ է նույն իրավիճակը։ Մենք էլ էին մտածում, որ ինչ-որ խումբ փորձում է մեզ իրար դեմ տրամադրել, որ դրանից մեր աշխատանքները տուժեն։ Իսկ եթե փոքրերի մոտ էլ է նույն իրավիճակը, ուրեմն պարզ է դառնում, թե ովքեր են մեղավոր։ Չէի պատկերացնում, որ հաղթելու համար սենց բաների են պատրաստ։ Ինչ ահավոր է։ Ես հեսա կգնամ ու ինչ պետք է իրանց հետ կխոսամ։ Մեծ մարդիկ են տենց փոքր քայլեր են անում։ Երեք ետ ինչ դերասանություններ էին անում։ Պետք էր ավելի շուտ հասկացած լինեինք։ Ես էլ հետդ կգամ։ Ու թող չմտածեն, թե չեն կարող իրանց արածի պատասխանը տանք։ Սրանք ուղղակի կասկածներ են, եւ եթե անգամ այդպես է, չի կարելի հույզերի տակ իրար վիրավորել ու վեճ սարքել։ Մենք պիտի կարողանանք բարդ իրավիճակներին ճիշտ լուծում տալ։ Ու իրար նայել մրցակցի աչքերով, ոչ թե թշնամու։ Եվ ես վստահ եմ, որ դուք այդպես էլ կանեք։ Հա, բա ինչ պիտի անենք։ Մեղավորները միշտ էլ պետքա պատժվեն, թե չէ սովորելու են իրենց խարդախություններով հաղթանակի հասնել։ Ես համաձայն եմ այդ մտքի հետ։ Ամեն մեկը պիտի ստանա այն, ինչ տալիս է։ Իսկ հնարավոր չէ արդյոք այնպիսի հակահարված տալ, որ ոչ թե վնասի մարդկանց, այլ լրիվ հակառակ ազդեցություն տա։ Ով կհիշեցնի այս մրցույթի բուն իմաստը ինչու էր։ Ստեղծել նախագիծ, որը կծառայի բարի նպատակի համար։ Այս շփիտի մեջ այնքան հիասթափություն կար։ Մենք ընկանք թակարդը։ Իսկ դրանից կամ դուրս գալ լինում է, կամ էլ դուրս գալը շատ դժվար է լինում։ Արդեն չգիտեմ, ընկեր Զաքարյաններ ճիշտ թե իրանք, որ ասում էին բարի մարդիկ հիմարներ են։ Իհարկե ընկեր Զաքարյանը, ինքը երբեք չի սխալվում։ Եթե մենք էլ այդպես վարվենք ու շղթայաբաշ բոլորս իրար վատություն անենք, ես չգիտեմ, վախենալու է ուղղակի վերջաբանը պատկերացնելը։ Առաջարկում եք սպասենք, ներենք, երբ հատարին ավարտվելու քոլեջը մաքրվի այդ տեսակ մարդկանցից։ Ես մի միտք ունեմ, երեխեք, բայց ուզում եմ փոքրերի հետ էլ քննարկենք ու միասին անենք ամեն ինչ։ Ասենք դուք մենակ այդ աղմուկը պիտի լսեիք։ Բոլորը իրար հետ կռվում էին։ Ինչ էլ գոհ եք ձեր արածից։ Ես ձեր փոխարեն ինձ ավելի վատ եմ զգում։ Լսի չէիր ուզում, չանեիր։ Ով էր քեզ ստիպել։ Էլի սկսեցին դրամաներդ։ Երեխա են էլի, այսօր կկռվեն, վաղը կբարիշեն։ Անիմաստ ծանր է ստանում։ Կարող է ինչ-որ բան եք մոռացել վերցնել ձեզ հետ։ Սրանք ինչեր են։ Մերը չեն։ Գիտեմ, որ ձերը չեն, բայց չգիտես ինչու հայտնվել են ձեր լսարանում։ Երևի երեխեքն են բերել թողել, մոռացել են վերցնել։ Երկար եք ստելու։ Այն կեր Զաքարյաններ ինչին են պետք է սխառը բաները։ Մերը լրիվ ուրիշ նախագիծ է։ Սես մանկապատանեկան բաներ չենք անում։
Երևի մյուս խմբի պաստառներն էլ են ինքնապատրվել ու դուք ոչ մի կապ չունեք այդ ամեն ինչի հետ։ Մենք ենք վերցրել։ Ու պաստառներն էլ մենք ենք պատրել։ Աննորմալ ես դու աղջիկ ջան։ Ինչեր ես խոսում։ Ինքը գոնե չի ստում։ Ես չէի սպասում ձեզանից։ Ինձ համար ի սկզբանե շատ տարօրինակ թվաց ձեր անակնկալ բարությունը, բայց մինչև վերջ չէի ուզում հավատալ այս ամեն ինչին։ Ընկեր Զաքարյան, այս ձեր կազմակերպածը ընդամենը խաղ է։ Ու ամեն մարդ խաղում է իր կանոններով, հաղթանակին հասնելու համար։ Սա միայն խաղ է, որից սկսվում է ամեն բան։ Եթե դուք հիմա այս խաղի պատճառով եք ընդունակ այսպիսի բաներին, բա կյանքի ավելի դժվար փուլերում ինչի եք ընդունակ հաղթանակին հասնելու համար։ Երեխեք ամեն ինչ հասկացել են։ Ձեր արարքներից դժեցիք միայն դուք։ Մուզած հաղթանակ երեխեքի երազանքների գնով չպետք է լիներ։ Մենք ամեն ինչ պետք է անենք, որ երեխեքի մոտ հավատը վերականգնենք։ Հիմա ինչ ենք անել։ Երևի պիտի խոսանք երեխեքի հետ։ Ասենք, որ զուտ ինտրիգ ենք ուզում մտցնեինք, որպեսզի ընթացքը ավելի հետաքրքիր լիներ։ Ու դուրս կգանք մրցակցությունից։ Իրանք մեզ տենց վատություն են արել, իսկ դուք ուզում եք ուղակի լռենք։ Ես համաձայն չեմ։ Մենք իրա պատճառով այս երեխուն նեղացրեցինք։ Ես արդեն մոռացել եմ։ Նույն պատմությունն էլ մեր մոտ էր։ Անիմաստ կռվում էինք իրար հետ, բայց այս դեպքում խնդիրը մեր մեջ էր, ոչ թե իրանց արարքի։ Մեր մեջ? Մեր մեջ ոչ մի խնդիր չի եղել։ Մենք ինչ էինք արել։ Չենք լսել իրար։ Չենք հավատացել ու չենք վստահել, այդքանը հերիք չի։ Միշտ դիմացինի մեջ ենք փնտրում խնդիրը, բայց բոլորս էլ ինչ որտեղ մեղավոր ենք։ Եթե այսպես շարունակենք, այս կյանքում բոլորը մեզ կկարողանան հաղթել։ Ինչ եք առաջարկում։ Ուղղակի մոռանանք ու շարունակենք աշխատել, առանց իրանց աշխատանքը խանգարելու։ Չէ, մենք պիտի օգնենք իրանց, ոչ թե խանգարենք։ Տենց իրանք էլ կհասկանան, որ եթե ուզենք, կյանքում էլ նենց կանենք, որ բարին հաղթի չարին։ Դե հեքիաթների նման էլի։ Լսի, այս իրական կյանք է, հերիք է մենք մեզ խաբենք։ Ու մենք էլի կռվում ենք, էլի չենք հասկանում իրար, սենց ինչքան։ Երեխեք, այս բոլորով մեզ հակարված տալու նախագիծն եք մտածում։ Մենք ձեր նման չենք։ Չնայած որ արժանի եք դրան։ Կներեք մեզ։ Իրականում մենք այս ամեն ինչին լուրջ չենք հետևել։ Կներես եք ասում։ Բայց ինչ կլիներ, եթե ամեն ինչ չհասկանայինք։ Դուք ավարտում եք գնաք, իսկ մենք դեռ մի քանի տարի սովորելու էինք իրար հետ։ Կարևորը ամեն ինչ հարթվեց։ Այս պատմության մեջ վատ կերպարները մենք ենք։ Դրա համար էլ մենք ուղղակի խաղից դուրս կգանք։ Դուք իրոք արժանի եք արդար պայքարի ու հաղթանակի։ Ու հա, մեծերն էլ են երբեմն սխալվում։ Ու ավելի շատ, քան փոքրերը։ Անարտարությամբ վաստակած հաղթանակը երբեք քաղցր չի լինում։ Ձեզ բարի ընթացք։ Դե երեխեք, հիմա գոհ եք։ Ոչ, ընկեր Զաքարյան, ես գոհ չեմ։ Այս ամեն ինչի իմ համար կիսատ մնացած բան է։ Ստեղ բարին չհաղթեց։ Դե ես ձեզ առաջարկեցի, որ դուք լուծումներ գտնեք, բայց դուք թողեցիք, որ իրեն գնան։ Եկեք այս ամեն ինչ ուղղակի չեղյալ հայտարարենք։ Սովորական տարեվերջյան միջոցառում ոնց ամեն տարի։ Ոնց ենք ոգևորվել։ Ամեն ինչ ջուրն ընկավ, ընկեր Զաքարյանն էլ նեղվեց։ Մեզ էլ մեղադրելու չի։ Եթե ամեն ինչ չպարզվեր, չգիտենք հետագային ոնց ենք իրար աչքերի մեջ նայելու։ Ինչ կլինի, եկեք մյուսներին հետ կանչենք ու մեր խմբերի մեջ ներառենք։ Չեն համաձայնվի հաստատ։ Անիմաստ է։ Ուղղակի պիտի անցնենք մեր բնականon կյանքին։ Եթե իհարկե այսքանից հետո հնարավոր է։ Բայց շատ լավ բան ես ասում։ Իսկ ինչ, եթե մենք միասնական նախագիծ ներկայացնենք։ Ու գաղափարը հենց բարության ու միասնության մեջ լինի։ Վատ չի։ Ձեռք ես առնում, բայց այդ միակ ռեալ տարբերակն է։
Թե չէ հեշտ է էլի թողնել նենց ոնց կա ու ուղարկի հարմարվել այն մտքին, որ չստացվեց մեզ մոտ։ Սրանով համ մենք կշահենք, համ մեծ այն հնարավորություն կտանք իրենց սխալներն ուղղելու, Ամեն ընկեր Զաքարյանը կուրախանա ու կհպարտանա մեզանով։ Երեխեք, մեզնից մի քանիսը կգնան երեխեքի հետ խոսալու, մի քանիսն էլ կսկսեն գաղափարի վրա աշխատել։ Իսկ վաղը կմտնենք ընկեր Զաքարյանի մոտ ու ամեն ինչ կներկայացնենք։ Ես կգնամ մեծերի հետ խոսալու։ Ես համոզելու շատ լավ եմ։ Այս մի բանը, որ հաստատ ճիշտ է ասում։ Մանանա, կարող է դու ներկայացնես։ Դու լավ ես կարդում։ Ոչ չէ էլի։ Ոչ դժվար է այս մեծերի հետ։ Լես մոծակին է։ Արդեն պատրաստվեմ պաշտպանության։ Ընկեր Զաքարյան, այս մի ժամը դրան դիմաց կանգնած չէին համարձակվում մտնեն, բայց ձեզ շատ կարևոր բան ունենք ասելու։ Մենք չենք ուզում, որ չեղյալ համարեք նախագծերի ներկայացումը։ Այդ մեզ նոր հնարավորություններ էր տալիս, որ գոնե մեր սրտում ու մտքում նպատակներ ունենայինք աշխարհն ավելի լավը դարձնելու։ Ու ճիշտ է, մեր նախագծերը ամբողջությամբ փոխվել են, բայց մենք սրա կարիքը հաստատ ունեինք։ Իսկ մյուսներն անելու համար հաստատ դեռ ժամանակ կունենանք։ Դուք մեզ սովորեցրել եք, որ կիսաթողած նպատակներն ամբողջ կյանքում հետապնդելու են մեզ։ Ու նաև ասել եք, որ միասնականությունն է բերում հաղթանակներ։ Մոլորված սիրտն էլ ճիշտ ուղի է գտնում, երբ օգնում ես, ոչ թե ավելի շեղում։ Գիտեք երեխեք, հիմա եմ հասկանում, որ իզուր չի եղել։ Իզուր չի, որ ես ձեզ հավատացել եմ։ Մարդը չի փոխվել։ Միշտ նույնն է։ Ուղղակի կարևոր է, թե կյանքը ինչ միջավայրում է դաստիարակում այդ մարդուն։ Ու մենք այդքան հասկացանք հենց այս միջադեպի արդյունքում։ Ընկեր Զաքարյան, սա մեր բոլորի նախագիծն է։ Այս արխիվի մեջ գրված են մեր բոլորի հիշողությունները վատ, վիրավորանքներն ու նեղվածությունները։ Նպատակն է նա, որ բոլոր մարդիկ այստեղ թուղթը գցելով ազատվում են վատ հույզերից։ Ուներում են այն մարդկանց, ովքեր իրենց հանդեպ վատ են վարվել։ Առաջին թղթերն էլ մեր խնդրանքով հենց փոքրերն են գցել։ Ու մեր վատարարքները արդեն անցյալում են։ Մի թուղթ էլ ձեզ համար ունենք, որովհետև ձեզ էլ ենք նեղացրել։ Գիտեք երեխեք, դուք արդեն իսկ հաղթել եք։ Հաղթել եք եսասիրությանը, ստին, կեղծիքին ու չեք թողել, որ արմատավորվի ձեր հոգում։ Ես միշտ գլուխս բարձր եմ քայլելու ու եկող սերունդներին պատմելու եմ այս իրական ու սիրուն հեքիաթը։